Այս տարի լրացավ արտակի 18 տարին։ Գարնանը նա պետք է մասնակցի ազգային ժողովի ընտրություններին, ում ընտրի եւ ինչպես։ Հայաստանում ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով։ 90 падգամավոր ընտրվում է համամասնական ընտրակարգով, 41 падգամավոր մեծամասնական։ Համամասնական ընտրակարգի դեպքում քվեարկությամբ որոշվում են կուսակցությունների վարկանիշները, որոնց համապատասխան բաշխվում են խորհրդարանական տեղերը։ Ընտրված է համարվում այն կուսակցությունը, որը հաղթահարում է ձայների 5%-անոց շեմը, իսկ 41 падգամավոր ընտրվում է մեծամասնական կարգով, այսինքն ձայների պարզ մեծամասնություն ստացած 1 падգամավոր յուրաքանչյուր ընտրատարածքից։ Մեծամասնական կարգով թեկնածու իրավունք ունեն առաջադրել կուսակցությունները կամ քաղաքացին կարող է ինքն առաջադրվել, անկախ այն բանից կուսակցական է թե անկուսակցական։ 1995-ից ի վեր ազգային ժողովում ներկայացված է եղել 5 կամ 6 կուսակցություն, իսկ օրինակ Իսրայելի Կնեսետում ավելի քան 10 կուսակցություն է սովորաբար ներկայացված լինում։ Հայաստանում քաղաքացիների 81%-ը կարծում է, որ իր շահերը ներկայացված չեն ազգային ժողովում։ Ավելին, սոցիալական միասնության հետազոտության տվյալներով հայաստանցիների 57%-ը ազգային ժողովի մասին տեղեկատվությունը համարում է անհասանելի, իսկ ամեն 10 քաղաքացուց 7-ը չի վստահում ազգային ժողովին։ Մենք ավելիին ենք արժանի։